Մենք եթերում ենք սիրելիներ եւ այո երաժշտական կախարդանքով է թերևս բարուրված մի ամբողջ շրջան, որ կոչվում է արձակուրդներ եւ ամանոր։ Գուցե այդ շրջանը ընդամենը տևում է 1-2 օր, որովհետեւ ստիպված ենք շատ երես մասնագիտության բերումով աշխատել եւ նախատոնական օրերին եւ տոնական օրերին, բայց ամեն դեպքում կա մի հոգեբանություն, որը հարստանում է եւ տոնական է դառնում հենց երաժշտության միջոցով, սիրելիներ, եւ կան մարդիկ, ովքեր այլընտրանքային ու շատ հետաքրքիր տրամադրություն են ապարգևելու ձեզ հենց վաղը, եթե ոչինչ չեք պլանավորել լավ առաջարկ ունեն ձեզ սիրելի սարիտողներ։ Ինչի մասին է խոսքը։ Դեկտեմբերի 17-ին ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա Հովեր պետական կամերային երգչախմբի, այստեղ ուշադրություն, եւ մի անլուրջ համերգ տարեվերջյան երաժշտական տոնը համերգը։ Իսկ այսօրվա մեր հյուրերն են Հովեր պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ խմբավար Սոնա Հովհաննիսյանը եւ Հովեր պետական կամերային երգչախմբի մասնաճյուղի ղեկավար Մարիա Սահակյանը։ Բարի լույս։ Բարի լույս, գեղեցիկ մարդիկ, ինչպե՞ս եք։ Նորմալ, շատ լավ է։ Եվ հենց առաջի միտքը, որ գալիս է իմ մոտ, առաջի հարցը հենց վերնագրի հետ կապված։ Եվ մի անլուրջ համերգ։ Խնդրում եմ մի փոքր բացեք փակագծերը, ինչի մասին է անսպասելիության փակագծերը, որովհետև ասում ենք Հովեր պետական կամերային երգչախումբ, հետո եւ մի անլուրջ համերգ, փորձում ենք հասկանալ ինչպես են կապվում մեկը մյուսի հետ, համեցեք։ Թե չենք փորձում կապել։ Հենց այդ կանխատեսելիությունն է, որ դրել ենք հիմքում այս ծրագրի։ Գիտեք, երբ տարվա ընթացքում 22 օրը մեկ նոր ծրագրեր են ներկայացվում, բավական լուրջ, քանի որ երգչախմբի անդամները բավական երիտասարդ են, հիմնականում, էներգիան շատ կուտակվում է եւ արժե խոսել նաեւ այն թեմաներից, որոնք այնքան էլ լուրջ չեն։ Բայց անլուրջը չի նշանակում անմտածված։ Իհարկե։ Եվ այստեղ այս թանձր ասելիքը մի փոքր նոսրացման կարիք ունի եւ ես համերգի ժամանակ յուրաքանչյուր ենթաբաժնից առաջ պիտի որոշ բացատրություններով այս թանձրուքը նոսրացնեմ, այսպես։ Ես այստեղ ակամայից հիշեցի շատ կարևոր մի արտահայտություն, որ ուղղված էր Մհեր Մկրտչյանի հասցեին, թատերագետներից մեկը, իմ ամենասիրելի Ռուբեն Զարյանը ժամանակին Մհեր Մկրտչյանին որպես արտիստ, դերասան, այսպես է բնութագրել Մհեր Մկրտչյանի անլրջություն, ներողություն Մհեր Մկրտչյանի լրջությունը նրա թվացial անլրջության մեջ էր։ Հիմա այստեղ մենք հասկանում ենք իրականում, որ այո, պետք է լինել այնքան մասնագետ եւ այնքան պրոֆեսիոնալ եւ այնքան գիտենալ երաժշտությունը, երկարվեստը, այն էլ երգչախմբային մակարդակով, որ ունենանք այդ համարձակությունը լավ իմաստով, որպեսզի հանդիսատեսին տարեվերջին տոն օրերին նախատոնական տրամադրության ներկայանանք հենց այս ձևաչափով մի փոքր ստեղծագործությունների մասին, եթե կարելի է փակագծերը բացենք, ամեն դեպքում առաջիկա րոպեները հենց դրա համար են նաև նախատեսված։ Մի քիչ բացենք, հասկանանք ինչ է սպասվում այդ օրը հանդիսատեսին։ Ես դժվար կարողանամ ձևակերպել, որովհետև կենտրոնում իհարկե Խարմսի փոքրիկ 3 պատկերներն են, որ շատ վաղուց տարիներ առաջ միշտ այդպիսի ցանկություն եմ ունեցել անդրադառնալ նրա գրական տեքստերին եւ թեև ներկայացման ընդամենը 10 րոպեն է Խարմսի ստեղծագործությունների հետ կապված, բայց իրենք այս աբսուրդի եւ լրջության, անլրջության կենտրոնական պահն է։ Քանի որ Խարմսը ռեալիստական արվեստի միության գլխավոր ֆիգուրն էր եւ այդպես հայտարարում էր, որ ռեալիստական արվեստի միություն։ Որքան էլ աբսուրդային եւ որքան էլ անհավանական թեմաներ են այստեղ նրա տեքստերում արձարծվում, միևնույն է այդ ռեալիստական շեշտադրումը կարևոր է եւ գուցե եւ բեմական իրերը, որոնք էլի մենք ենք պատրաստել մեր երգիչները, մի տեսակ շոկային լինեն, որովհետեւ ընդամենը 3 րոպեի համար բեմ է դուրս բերվում մի ամբողջ մահճակալ
ուղղահայաց դիրքով կամ տիկնիկներ որոշ, բայց այդ անյութական բանը միշտ ուզում է նյութական շոշափելի առարկայական կետ եւ պատահական չի եւ միջև մենք չհասնեինք այդ ռեալականությանը թեկուզ եւ կարճատև մենք չէինք կարող խոսել օբերի ու այս ամբողջ շարժման մասին Շատ լավ, մենք հասկացանք, որ նաև սա բեմադրական աշխատանք ունեցող որոշակի ներկայացման ձևաչափ է լինելու ու մեզ հետաքրքիր է նաև արտիստների արձագանքը, որովհետև միտքը կարծում եմ շատ հետաքրքիր է, ձեր կողմից որ ստեղծվել է, բայց ինչ արձագանք տվեցին ձեր հարազատ սիրելի աստղերը։ Լիարժեք համաձայն են, թե եղան լավ իմաստով անհամաձայնություններ, քննարկումներ, գուցե նրանք եղան նաև համաստեղծագործողներ, ինչը կարծում եմ շատ կարևոր է մեր գործում։ Երգչախումբը ստեղծվել է 92 թվականին, 1992։ Հեռավոր արդեն։ Այսինքն առաջին բեմելը էլի բեմադրված էր։ Այսինքն մենք այդ ուղղությունը շատ պարբերաբար զարգացրել ենք։ Մեր երգիչները գիտեն, որ ուր են գալիս, գիտեն ինչ է իրենց գլխին գալու եւ մենք դա չենք թաքցնում երբևէ իհարկե շատ լուրջ իսկական երաժշտությունը խմբերքային որով մենք զբաղված ենք մեր 99%-ով մեր համերգային գործունեությամբ ստատիկ է եւ իր ներքին կառուցվածքների մասին, ներքին փիլիսոփայության օրենքները ունի եւ որոնք սրբության սրբոց են, դրա մասին չի խոսքը։ Բայց այս ուղղվածությունը նորություն չի եւ եթե արձագանքներից եք հարցնում տարբեր են արձագանքները եւ կատարողների հետ կապված, բայց մենք երկար խոսել ենք, մենք սովորաբար նստում ենք կլոր ու խոսում ենք եւ իրենք ինձ հարցնում են եւ իրենք ուզում են հասկանալ ինչու է այսպես կամ այնպես, ինչու է այս թեման ներկայացվում, ինչու ենք մենք այսպես շարժվում կամ ինչու է այս բեմադրությունը այսպեսին, այս ամենը պիտի այնքան հիմնավոր բացատրվի, որպեսզի ինքը իր վերապրումը ունենա եւ ունկնդիրն էլ նույնպես։ Գիտեք, մեծ արտիստ Յուրսկին, որ դուրս էր գալիս եւ կարդում էր Խարմսի տեքստերը, ասում էր հələ դեռ այսքան մարդ մնացել է դահլիճում։ Այսինքն այնքան աներևակայելի խոսակցություն է լինելու, բայց ես հույսով եմ, որ որոշ հասկանալիություն կմտցնեմ իմ նախաբան խոսքում 4 ենթաբաժնի արանքներում, նաև հնարավորություն տալով, որ երգչախումբը զգեստափոխվի, կերպարանափոխվի, 4 անգամ զգեստ են փոխում։ Այո, եւ այս ամենը գալիս է ստեղծելու մի միջավայր, մի մթնոլորտ, որի մասին մենք ուզում ենք խոսել եւ դա է մեզ հետաքրքիր։ Ամենակարևոր նպատակի մասին թերևս արդեն ասացիք։ Մենք դրա համար շատ ուրախ ենք։ Լռեցի։ Մարիամ, մի փոքր զրուցենք ձեզ հետ։ Մենք ինչքանով որ գիտենք, եթե ճիշտ գիտենք, դուք նոր եք նշանակվել որպես մասնաճյուղի ղեկավար։ Մի փոքր կիսվեք ձեր տպավորություններով, պատասխանատվության զգացումով։ Դե իրականում պատասխանատվության զգացումը բավականին մեծ է, որովհետև ինչպես Սոնան նշեց, արդեն 30 տարի է ինչ հովերի երգչախումբը կա, իսկ ես հովերի երգչախմբից ավելի ցածր տարիքի եմ ու իրականում շատ շնորհակալ եմ, որ Սոնան ինձ վստահել է այս գործը եւ շատ հանգիստ ենք իրար հետ աշխատում այդպես սա առաջին նախագիծն է այսպիսի մեծ, որ իրար հետ իրականացնում ենք իրականում ուզում եմ նշել, որ հովերի երգչախմբի երգիչները բավականին տաղանդավոր են ու այս նախագիծը ներկայացնելու ընթացքում հասկացա, որ իրենք շատ միասնական են ու այդ միասնականության շնորհիվ մենք կարողանում ենք իրականացնել այն, ինչ որ իրականացնում ենք։ Իրականում համերգը ոչ միայն վաղն է լինելու, նաև դեկտեմբերի 24-ին ունենք համերգ, այդպես բոլորին սպասում ենք, շատ հետաքրքիր է լինելու։ Բայց
եթե մարդիկ անլուրջ բաներ չեն սիրում, թող չգան, իզուր կբարկանան։ Անդուր Եվ դա ազնվորեն գրված է եւ մեր հրավիրատոմսի վրա եւ ամենտեղ։ Նույնիսկ այս արտահայտությունն է ձեր կողմից հնչում շատ հետաքրքիր տրամադրությամբ եւ ինտրիգային վստահաբար հետաքրքիր է նաեւ այն, որ որևէ մշակութային կառույցի գեղարվեստական մասի ղեկավարը երբ ունենում է հաշտ ու համերաշխ հարաբերություն եւ նաեւ համագործակցություն վարչական մասի ղեկավարներից մեկի հետ, իսկապես արդյունքը լինում է դրական։ Վստահաբար մինչ ձեր գործին անցնելը տեղյակ եք եղել եւ հետեւել եք հովերի գործունեությանը, բայց այսօր արդեն որոշակի գործառույթով եք այստեղ եւ շատ կարևոր մասով մի փոքր հենց ձեր երկուսի հարաբերությունների մասին մեզ կպատմեք, հատկապես այս գաղափարի շուրջ, օրինակ առաջին անգամ երբ լսեցիք համերգային ծրագրի մասին, որի այսպես խորագիրը կարող ենք անվանել եւ մի անլուրջ ոչ թե կարող ենք, այլ արդեն անվանում ենք եւ մի անլուրջ ամերգ։ Ինչպիսին էր ձեր արձագանքը եւ ի սկզբանե դա ձեզ հետաքրքրեց, թե ամեն դեպքում ձեր մտքում մտածում եք, որ ինչ ենք անելու, ինչու այսպես։ Մի քիչ սկզբնափուլի մասին, եթե կարելի է։ Իրականում հենց որ ես ընդունվում էի արդեն աշխատանքի, Սունայի հետ քննարկում էինք այս համերգը, որ պետք է իրականացվի ու ես սիրում եմ անսովոր պրոյեկտներ իրականացնել, որպես հենց մասնաճյուղի ղեկավար։ Այդպես ինչ շատ հետաքրքրեց ու ես իսկապես մեծ մոտիվացիայով սկսեցի աշխատանքը։ Այդքանը կարող եմ ասել։ Ես ասելիք շատ ունեմ Մարիայի մասին։ Խնդրեմ։ Թեև նոր ենք ծանոթացել, ինչպես նշեցիք հաշտ համերաշխ, այդ ամեն ինչը դեռ նոր է սկսում, չգիտենք մեր գլխի գալիքը, բայց ես շատ հավանում եմ Մարիայի տոնայնությունը։ Ինչպես աշխատանքային ինչպես եւ մարդկային եւ սովորական, գիտեք, ինչպես ստեղծագործությունը, այնպես էլ մարդը ունի տոնայնություն հաստատապես եւ այն բռնկումները, որ ես ունենում եմ եւ հանդարտեցնող անհանգիստ իր ներքին զուսպ անհանգիստ ռեակցիաները ինձ շատ դուր են գալիս առայժմ, որովհետեւ զգում եմ, որ մտահոգ է, զգում եմ, որ ուզում է խաղաղեցնել իրադրությունները եւ ընդհանրապես ուրախ եմ երիտասարդ մեկի հետ աշխատել եւ մեր երգչախմբում էլ շատ են երիտասարդները։ Մենք բաց մրցույթ ենք հայտարարել, կարող էին շատերը ներկայացնել հայտեր եւ երբ արդեն ապավինում ես նույնիսկ դիպվածին առանց պրոտեկցիայի, առանց հատուկ ներկայացման, այսինչ կամեն ինչ մարդու, ամեն ինչ ավելի ճիշտ է լինում, ստացվում է, և այդ մեր դուռը բաց էր և Մարիան հանգիստ ներկայացավ, չնայած գիտեմ, որ իրեն հեշտ չի, որտեղ ոլորտը նոր է և աշխատանքային ընդհանրապես տեսակն է նոր, բայց համարձակ է և կամք ունի եւ դա ինձ շատ դուր է գալիս։ Շատ լավ է։ Եվ գուցե ժամանակն է հենց դա պահանջում։ Գնանք դեպի ամփոփում եւ շատ հետաքրքիր է ավելի քան 30 տարիների ստեղծագործական գործունեության ընթացքում վստահաբար արդեն ունեք ձեր հանդիսատեսը։ Իհարկե կան շատերը, ովքեր առաջին անգամ կգան, կլսեն, կվայելեն, բայց կա վստահաբար հանդիսատես, որ շատ հավատարիմ է եւ ձեզ հետ է։ Արդյոք որևէ սպասելիք նրանց կողմից եք զգացել, որ այս համարձակ ու լավ քայլին գնացել եք։ Շատ տարիներ առաջ մի հանդիսատես ինձ մոտեցավ, ասեց. գիտեք, ես լավ գիտեմ երգչախմբին սպասելիքներս հետաքրքիր արդարանում են եւ այլն, բայց այս մի ծրագիրը ինչ որ դուք ձեզ նման չէիք։ Սա իմ ամենամեծ կյանքում ստացած կոմպլիմենտն է, որովհետև հիմա էլ ըստ ծրագրի վերափոխված է երգչախումբը եւ յուրաքանչյուր ծրագիր մեզ փոխում է։ Նույնիսկ շատ ակադեմիական ծրագրերով անցնելով մենք համերգից հետո այլ մարդիկ ենք։ Եվ նույնիսկ հանդիսատեսը, որ նստած է, ըմբռնում է, չի ըմբռնում, կոմպոզիտորը իր հետ իր գործը անում է, գիտեք։ Ինքը ուզում է, չի ուզում, հասկանում է, չի հասկանում, նա վերափոխված
այդ դուրս գալիս դահլիճից, հասկանում եք, եւ դա շատ կախարդական բան է։ Եվ գիտեք, կյանքի ցալքերում այնպիսի բաներ կան, որոնց մասին էլ հենց մեր վաղվա համերգն է։ Եվ բացահայտ այսպես մեծ գաղափարներ չկան, բայց շատ կարևոր բաներ կան, որոնք մենք անտեսում ենք, չենք նկատում, եւ սրանց մասին է խոսակցությունը, ամենևին տոնական չի, բայց հետաքրքիր է։ Իսկ հետաքրքիր է էթիկայից, էսթետիկայից դուրս մի բան է։ Այո։ Շատ լավ, շնորհակալ ենք, շատ ուրախ ենք, Շնորհակալ ենք առավոտը մեզ հետ սկսելու համար։ Ես առաջարկում եմ, որպեսզի մեր շատ լուրջ հարցազրույցը մի անլուրջ համերգի մասին համարենք ամփոփված, ավարտված ձեզ օրվա դրական շարունակություն, վաղը միայն ու միայն հաջողություն ու շատ բարձր անդադար ծափարություններ։ Մենք շարժվում ենք առանց սիրելի հեռուստադիտողներ, սա Առավոտ լուսոն է, կարծում եմ կվայելենք երաժշտական։ Լսենք երաժշտություն եւ վերադառնանք։